Sportcast։ Ես Դավիթ Հաղաբեկյանն եմ, Sportcast-ի հերթական թողարկումն է, այսօր անդրադառնում ենք ավանդական կարատեին, իմ հյուրերն են Հայաստանի ավանդական կարատեի ֆեդերացիայի ղեկավարող խորհրդի անդամ, Իսկանդարյան մարտարվեստների ակադեմիայի հիմնադիր ղեկավար, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նարեկ Իսկանդարյանը եւ մինչեւ 18 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, երկրորդ դան Սևգոտի, մեծահասակների Եվրոպայի փոխչեմպիոն եւ բրոնզե մեդալակիր Արման Կարախանյանը, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Առիթներ կան ավանդական կարատեին անդրադառնալու, թե անցյալում արդեն առիթ կար, իրադարձություն տեղի ունեցել է, թե այս եկող աշնանն է իրադարձություն տեղի ունենալու աշխարհի առաջնությունը Եգիպտոսում, որին դուք իհարկե մասնակցություն ունենալու եք ոչ փոքր մեծ թիմով, դուք դրա մասին կմանրամասնեք, բայց նախ անդրադառնանք միջազգային Արարատ Գավաթ 6-րդ առաջնությանը, այստեղ ինչի մասին կարող ենք խոսել։ Բարև ձեզ, նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Արարատ Գավաթը արդեն 6-րդ անգամ է տեղի ունենում այս միջազգային առաջնությունը, որը հավաքում է ոչ միայն Ասիայի երկրներին, այլ նաև աշխարհի եւ Եվրոպայի այլ երկրներին։ Շատ մեծ միջոցառում է եւ իրադարձություն է, սա կարելի ասել նաև նախապատրաստական աշխատանք է Եվրոպայի առաջնությունից առաջ, որը փորձելու ենք կազմակերպենք նաև Հայաստան ենք փորձելու բերենք եւ այս միջազգային առաջնությունն էլ անցկացվեց շատ բարձր մակարդակով, ունեցանք բազմաթիվ միջազգային առաջնության չեմպիոններ, մոտ 6 երկիր եւ ավել մասնակցում էին եւ բոլոր տարիքային խմբերն են այդտեղ մասնակցություն ունեցել, թե ոչ, ինչի մասին է խոսքը։ Բոլոր տարիքային խմբերը սկսած 5 տարեկանից մինչև 21 տարեկան եւ բարձր, այսինքն մանկապատանեկան եւ մեծահասակների առաջնություններ, շատ գեղեցիկ միջոցառում էր, այստեղ հրավիրված էին կարևոր փաստեր նաեւ, որ հրավիրված էին միջազգային ավանդական կարատեի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենը եւ ղեկավար կազմը ամբողջությամբ Եվրոպայի ֆեդերացիայի նախագահան, ովքեր կարելի ասել եկել էին ուսումնասիրելու մեր երկիրը։ Ինչից որ սկսեցիք, այսինքն ցանկություն կա, նախադրյալներ կան Եվրոպայի առաջնությունը այստեղ Հայաստանում անցկացնելու եւ իրենց աչքով էին տեսնում, թե ինչ կազմակերպչական աշխատանք է տարվում, ինչ մակարդակի։ Նաեւ այս երկրի հանդեպ մեծ ուշադրություն կա մեր երկրի հանդեպ, քանի որ մեր մարզիկները բազմիցս ապացուցել են Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունում, որ շատ ուժեղ են եւ իրենք ցանկանում էին հենց տեղում տեսնել, թե ինչպիսի մարզիկներ այստեղ ունենք եւ բարձր մակարդակի կազմակերպված մրցաշարը ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթևոսյանի գլխավորությամբ եւս մեկ անգամ ապացուցեց, որ այո, եւ մենք բարձր մակարդակի ենք ավանդական կարատեով եւ պատրաստ ենք նաեւ ել ավելի մեծ մրցաշարեր ընդունելու Հայաստանում եւ նաեւ մի շատ կարեւոր բան տեղի ունեցավ այս մրցաշարի ընթացքում Հայաստանի ավանդական կարատեի ֆեդերացիայի նախագահան, ով Ասիայի տեխնիկական տնօրենն է, արդեն դարձավ ամբողջ միջազգային ավանդական կարատեի ֆեդերացիայի տեխնիկական անդամ, այսինքն այն մարդիկ, ովքեր 8-ն են, ովքեր ղեկավարում են միջազգային ավանդական կարատեի տեխնիկական խորհուրդը, մենք Հայաստանում ունենք արդեն Հայաստանի ներկայացուցիչ ունենք, որը մեր ֆեդերացիայի նախագահն է, որը մեծ պատիվ է նաև մեր երկրի համար։ Սա բացի պատիվ բերելուց էլ ինչ է, այսինքն առարկայորեն ինչ է բերելու Հայաստանին։ Հայաստանին այն որոշումները, որը աշխարհում եւ Եվրոպայում տեղի են ունենում, այսինքն տեխնիկական փոփոխությունները կապված մրցաշարի հետ կապված, բոլորը նաև ղեկավարվելու է մեր ֆեդերացիայի նախագահի կողմից, այն առաջարկությունները եւ մոտեցումները, որը ավանդական կարատեն թե ինչ ճանապարհով է այսուհետ շարժվելու առաջ տեխնիկական մասը, որը կազմելու է, դա նաև մեր ֆեդերացիայի նախագահի որոշմամբ է տեղի ունենալու, որը շատ կարևոր է եւ դա հաշվի առնվել ֆեդերացիայի նախագահի փորձը, տարիների աշխատանքը 50 եւ ավել տարի ավանդական կարատեի մեջ լինելը, այնպես որ սա ոնց որ մենք առաջին իսկ ձեռքից ինֆորմացիա ենք ունենալու, թե ինչպես է տեղի ունենալու հետագա մրցաշարերը եւ որ ուղղությամբ ենք մենք նույնիսկ որոշակի նաեւ ազդեցություն ունենալու միջազգային ավանդական կարատեի պատմության շարունակության վրա։
Այս մրցաշարին արդեն մեկ այլ տեսանկյունից նայենք, Արմանը արդեն որոշակիորեն կմանրամասնի իր մասնակցությունը մրցաշարին, ինչ սա տվեց, որքանով էր սա լավ նախապատրաստման փուլ արդեն ավելի խոշոր միջոցառմանը, աշխարհի առաջնությանը եւ ընդհանրապես ինչ արդյունքի դուք այստեղ հասաք Արման։ Բարև ձեզ, շնորհակալ եմ ես հյուրընկալելու համար։ Արարատ Cup միջազգային առաջնությունը ինքն իրենով շատ բարդ մրցաշարերից մեկն էր եւ դրա մասնակցությունը առաջնահերթ նրանով էր լավ, որ բարդ մրցաշարերին մասնակցելով ձեռք ես բերում են ամենակարևոր փորձը, որը քեզ պետք է գալու իրեն հաջորդող ավելի բարդ մրցաշարերում։ Դա կլինի Եվրոպա եւ կլինի աշխարհի առաջնություն։ Արման, ինչ նկատ ունեք բարդ ասելով, այսինքն մրցակիցներն էին բարդ, մասնակիցներն էին շատ, ուժեղ մրցակիցներ ունեիք այստեղ։ Նայեք, մրցաշարերը իրարից հերթականությամբ տարբերվում են իրենց բարդություններով։ Օրինակ սկզբնական աստիճանը դա ակումբային առաջնությունն է, սրանից հետո հաջորդում է Հայաստանի գավաթի առաջնություն, Հայաստանի առաջնություն, Արարատ Cup մրցաշարը միջազգային, ինչքանով է բարդ եւ ինչքանով է տարբերվում օրինակի համար Հայաստանի առաջնությանը կամ Հայաստանի գավաթի առաջնությանը։ Արարատ Cup-ի միջազգային առաջնությանը մասնակցում են այլ երկրներից իրենց լավագույն մարզիկները եւ դու դրան մասնակցելով փորձ ես ձեռք բերում պատրաստվելով Եվրոպա եւ աշխարհի առաջնությանը, քանի որ այդ մրցաշարերին ոչ միայն մասնակցում են մենակ Հայաստանի լավագույն մարզիկները, այլ նաեւ միջազգային աստիճան ունեցող լավագույն մարզիկները։ Այսինքն նույն մրցակիցները էլ ավելի մեծ թիմերով երկրները կմասնակցեն իհարկե աշխարհի առաջնությանը, բայց դուք արդեն ձեր աչքով նույնիսկ մարտնչելով իրենց հետ կամ տեսնելով ինչպիսի աշխատանքին իրենք գորգի վրա կատարում, դուք դա տեսնելով պատրաստվում եք իրենց հետ մրցելու ավելի խոշոր մրցաշարին։ Այո, տեսնելով նրանց արդեն պատրաստվում ենք, հասկանում ենք թե այսպես ասած ինչ կարգի մրցակիցներ են մեզ սպասում դրսում ու դու դա տեսնելով չես կարող սկսես ավելի թույլատրել քո պարապմունքների ընթացքը, միայն պետք է սկսես ավելի լավ պարապել, ավելի քրտնաջան էներգիա տրամադրես քո պարապմունքներին, որովհետև դրսում հաստատ թույլ մրցակիցներ մեզ չեն սպասել։ Ինչ արդյունքի եք այստեղ հասել Արման։ Արարատ Cup միջազգային առաջնությունում Ֆուկուգո մրցաձևում գրավեցի երկրորդ հորիզոնականը, առաջին տեղը զիջելով մեր ակադեմիայի մարզիկներից Դա սփոփում է, հա, մեզ, հա, Նարեկ, որ առաջի երկու հորիզոնակարները առնվազն մենն էին։ Իր մշտական հակառակորդին, իր ամենամոտ ընկերոջը մի փոքր սփոփում է, բայց միշտ ասել ենք, որ պետք է պայքարը լինի, բայց լինի այդ պայքարը արդար։ Միջազգային այսպիսի առաջնություն այստեղ անցկացնելը դուք խոսեցիք, նշեցիք, որ շատ կարևոր է եւ նամանավանդ այդպիսի ներկայացուցչական կազմով, ղեկավար կազմի միջազգային ընտանիքի, ավանդական կարատեի եւ ինչ մենք ստացանք նաեւ տեխնիկական ղեկավարի, այսպես տնօրենի պաշտոն եղավ ստացանք եւ Հայաստան հնարավորություն ունի այլևս ի պաշտոնե ազդելու որոշումների վրա, որոնք իրականացվելու են եւ կյանքի են կոչվելու ավանդական կարատեի միջազգային ընտանիքում։ Կազմակերպչական որոշակի մանրամասները նշեք, իսկապես հեշտ է կազմակերպել, վստահ եմ, որ հեշտ չէ։ Այդ հեշտ բառը այստեղ իսկապես տեղին չի կիրառել, բարդ է խոշոր մրցաշարեր, տարբեր երկրներից հավաքականներ հյուրընկալել, բարդությունները քիչ չեն, տարբեր մարզաձևերում ես այստեղ այս ստուդիայում տարբեր մարզաձևերի ներկայացուցիչների հյուրընկալել են, որոնք նույնպես այստեղ Հայաստանում Եվրոպայի աշխարհի առաջնություններ են կամ խոշոր մրցաշարեր են կազմակերպել, բոլորը նշում են միանշանակ, որ բարդ է, սակայն Հայաստանը ի պատիվ Հայաստանի բոլոր մարզաձևերում գրեթե լավ կազմակերպում է մրցաշարերը, դուք նույնպես։ Այո, շատ լավ էր կազմակերպված, բայց մինչ կազմակերպչական աշխատանքները դրանք մոտավոր 2-3 ամիս են տևում։ Մարդիկ ուղղակի վերջում արդյունքն են տեսնում, բայց չեն պատկերացնում, հա, բեմի ետևում կամ կամերաներից այն կողմին չէ թաքնված շատ մեծ աշխատանք, որը ամբողջ ֆեդերացիայի կազմով ենք կատարել եւ նաեւ որ հաշվի առնելով, որ շատ մեծ ֆինանսական աջակցություն մենք չունենք, դա նույնպես իր բարդություններ ներկայացնում
Սակայն ի պատիվ մեզ, եթե մենք ինչ-որ մի բան վերցնում ենք եւ ասում ենք, որ պետք է կազմակերպենք, արդեն այլ խնդիրներ մեզ չեն հետաքրքրում։ Ֆինանսներին չեք նայում, այսինքն նույնիսկ եթե որոշակի, այո, բյուջեն մեծ չի, հատկացված կամ ձեր ունեցած, դա ձեզ իդ չի պահում։ Այո, իդ չի պահում եւ բարձր մակարդակով պետք է դա անենք, քանի որ ասացինք, որ շատ կարեւոր մարդիկ են ներկա գտնվել եւ ի պատիվ մեզ շատ լավ տեղի ունեցավ եւ մենք փորձում ենք, որ ամեն մի տարի ել ավելի լավ անենք։ Իհարկե թերություններով հանդերձ անհնարին է թերություններ չլինեն, որովհետեւ ամեն անգամ փորձ է ձեռք բերում, բայց մենք այս ասպարեզում արդեն մեծ փորձ ունենք եւ գրեթե թերությունները շատ չէին եւ շատ լավ կազմակերպվեց մրցաշարը, բոլորը գոհ էին, մարզիկները նույնպես գոհ էին եւ լավ արդյունքներ ունեցանք նաեւ Հայաստանի հավաքականը, ով իր դերը եւ ուժը նույնպես այս մրցաշարում ցույց տվեց, այնպես որ ամեն ինչ բարձր մակարդակի էր կազմակերպված եւ լավ անցավ շատ։ Հայացքս ուղեմ դարձյալ դեպի Արմանը, Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներից մեկն է, իդեպ Արմանը հարգելի ուղդիրներ նաեւ որպես մարզիչ է արդեն հանդես գալիս, իր սաները ունի։ Արման, Եվրոպայի առաջնությունում ձեր մասնակցությունը, նախ արդյունքի մասին խոսեք։ Սա ձեզ համար նոր փորձ է, դուք դեռևս երիտասարդ եք, իսկապես ասպարեզում դժվար է միջազգային նմանանդ գորգերի վրա, տատամիի վրա, ձեր տատամիի վրա ձեր արդյունքը ցույց եք տալիս, իսկ միջազգային արդեն մեծ այսպես տրիբունաների հանդիսականներով լեփլեցուն տրիբունաների ներքո բարդություններ այս տարիքում դեռևս փորձ հավաքելի զգում եք թե ոչ։ Բնականաբար ուզում եմ այս բանը նշեմ մեծահասակների Եվրոպայի առաջնության արդյունքի վերաբերյալ 2025 թվականին Սերբիայում տեղի ունեցավ ավանդական կարատե Եվրոպայի առաջնությունը, որին նաև ես մասնակցեցի։ Ուրեմն մրցումների բարդության համապատասխան պատրաստվել էինք քրտնաջան ամենօրյա մեր մարզումներով, մրցաշարին մասնակցեցի, գրավեցի երկրորդ եւ երրորդ հորիզոնականները։ Երկրորդ հորիզոնականը թիմային է ու մրցաձևներ, իսկ երրորդ հորիզոնականը ջուկ ու միտե մենամարտ մրցաձևը։ Ուզում եմ առանձնացնեմ երրորդ հորիզոնականի մեդանը, որը իմ համար ոչ թե երկրորդ հորիզոնականը ինչ որտեղ չի զբաղեցնում, ուղղակի ես գնացել էի կոնկրետ այդ մրցաձևի մեդալի համար առաջնային մենամարտ մրցաձևում ու ուզում եմ առանձնացնել մի դրվագ, թե ոնց ստացվեց, այսպես ասած, այդ երրորդ հորիզոնականի մեդալը։ Քանի որ մրցաշարը ինքնին շատ բարդ էր ու ոնց դուք նշեցիք, ես կոնկրետ նոր վերադարձած ծառայությունից ու ոնց ես նշեցի նաև որ փորձը ամենակարևորն է մրցաշարերի ժամանակ ինքնին արդեն դու հոգեբանորեն լարված ես լինում ու այդ լարվածությունը տարբեր է լինում։ Դա շատ բնական է, չէ՞։ Հա, բնական է, բայց այդ լարվածությունը դուրս է գալիս միայն շատ մասնակցելու ինքնավստահության, մարզիչի շնորհիվ հոգեբանությունը ու այդ լարվածությունը տարբեր է լինում միջև տատամի մտնել, տատամիում ու տատամից դուրս։ Երրորդ փուլ էի ջուկումիտը մրցաձևում արդեն այսպես ասած մեդալի համար մրցումներն էր, որ դա հաղթելու դեպքում ապահովում է երրորդ տեղի մեդալը։ Ու մրցակիցս ռումինացի մարզիկ էր, շատ փորձառու, շատ հաղթանդամ, դիտխոսակիր ու կա այսպիսի վիճակ, որ կողքից չգիտեմ, ասում են ուժեղ մարզիկ, հզոր մարզիկ, պետք է ավելի լավ ուշադիր լինես ու այդ ամեն ինչը քեզ ոչ թե օգնում, այլ մենակ տրամադրում է ու մենակ բացասական ազդում քո մենամարտի վրա։ Ու միջև մրցաշարին մտնելը մարզիչս Նարեկ Իսկանդարյանը իմ մարզիչն է։ Հենց ամենափոքրուց իր մոտ եմ մարզվել։ Վաղ տարիքից իր հետ եք մարզվել եմ ու մարզիչս սենց ասած անընդհատ ինձ միջև մտնելա տատամի, ասում էր դու ավելի ուժեղ ես, քեզից ուժեղ չի, քեզ ա թվում որ ինքը ուժեղ է ու միջև հիմա այդ հիշում եմ էլի ոնց ես այդ ամեն ինչը լսելով ու մի քիչ ինչ սփոփելով մտա տատամի ու հաղթելուց հետո սենց ուրախությունից գնացի գրկեցի մարզիչից ու հասկացա որ այդ ամեն ինչին ուշադրություն չպիտի դարձնես, ոնց պատրաստվել ես, ոնց դու պատրաստ ես, քո ամբողջ ուժերը պետքա ներդնես քո մրցակցի հանդեպ ու հաստատ քո պատրաստվածին համապատասխան արդյունքը կստանաս։ Ավելացում, եթե կարելի է, սա ես ուզում եմ դիտարկել մի քիչ ավելի խորը, սա ոչ թե մեդալ էր ուղղակի մեր համար,
Սա բեկումնային փուլ էր Արմանի կարիերայի համար, քանի որ եթե ես իմ օրինակը վերցնեմ, թե ես երբ Եվրոպայի մեդալակիր դարձա, ես դարձա 8 տարի անընդմեջ մասնակցելուց հետո։ Սա Արմանի երկրորդ փորձն էր, դա իհարկե իր պատճառներն ունի, հանգամանքներն ունի, թե մարզիչը արդեն գիտի ինչպես կարող է պատրաստել Եվրոպայի առաջնության եւ մեդալակիր եւ չեմպիոն։ Սա մի փուլ էր, որ պետքա մարզիկը իրան վստահ զգա տատամիում, երբ որ դու կարաս շատ լավ պատրաստվես, բայց չկարողանաս հաղթես, դա շատ խորը հետք թողնում, բայց սա մի փուլ էր, որ եւ անուններին եւ դերին եւ դիրքին Արմանը չնայեց ու կարողացավ այս մեդալը վաստակի, որը իրան վստահություն ներշնչեց, եւ սա միայն սկիզբն է, ես դրանում վստահ եմ։ Էսի շատ կարեւոր սկիզբ էր, որովհետեւ մարզիկները շատ ժամանակ լինում է լավ պատրաստված են լինում, բայց հոգեբանորեն իրենք հաղթանակին պատրաստ չեն լինում։ Սա եւս մեկ անգամ ապացուցեց, որ մենք պատրաստ ենք եւ մեծահասակների մեջ։ Մրցակցի անունը չպետք է ճնշում գործադրի։ Ոչ մի քանի որ շատ նորեկներ եւ երիտասարդներ ամբողջ աշխարհի դա կարատե չլինի եւ մյուս տեղեր տեսնում ենք որ նորեկները եւ երիտասարդները պատրաստ են, որտեղ իրենք հոգեբանորեն ավելի լավ են պատրաստված լինում եւ չեն նայում ոչ անուններին, ոչ տիտղոսին, ոչ չափերին, այնպես որ Արմանն նույնը արեց եւ իր անփորձ, դա կարելի ասել անփորձ սպորտային, կարիերայով կարողացավ արդեն մեծ փորձառություն նաև ձեռք բերել եւ փորձառուներին հաղթել, սա նշանակում է որ ճանապարհին արդեն կապ չունի թե ով իրենք հանդեպի, ոչ անուն, ոչ դիրք, ոչ երկիր, եւ մենք բազմիցս ենք դրանով ապացուցել լինելով եւ Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն։ Այսինքն եթե մեկը կարող է դառնալ, նշանակում է ինչու իրենք չեն կարող դառնալ, ճանապարհը արդեն բաց է բոլորի համար։ Մեր ունկնդիրներին եւ ականդիրներին հիշեցնեմ, որ իմ հյուրերն են ավանդական կարատեի Հայաստանի Ֆեդերացիայի ղեկավարող խորհրդի անդամ Իսկանդարյան մարտարվեստների ակադեմիայի հիմնադիր ղեկավար Նարեկ Իսկանդարյանը եւ Եվրոպայի չեմպիոն մինչեւ 18 տարեկանների եւ մեծահասակների փոխ-չեմպիոն, Եվրոպայի փոխ-չեմպիոն եւ բրոնզե մեդալակիր Արման Ղարախանյանը։ Անդրադառնանք իհարկե արչեվում խոշոր միջոցառման աշխարհի առաջությանը մեր Հայաստանի ավանդական կարատեի հավաքականի մասնակցությանը փոքր-ինչ դրա մասին խոսեցինք, այսպես ասեմ, անոնսեցինք դա, բայց դա կարևոր իհարկե իրադարձություն է տարվա կտրվածքով, եթե այլ մարզաձևերին նայում ենք, նամանդ խաղային որպես կանոն մրցաշրջանով են, չէ, այսպես չափում, դե ավանդական կարատեի եւ ընդհանրապես մարտարվեստների պարագայում մրցաշրջան ասելը երևի թե հաշվում է Եվրոպայի մեկ առաջնությունից մյուս առաջնություն կամ աշխարհի առաջնությունից, դուք պետք է ասեք, էլի, այսինքն առաջնությունից առաջնություն այդ ժամանակահատվածի առումով, հիմա խոշորագույն միջոցառումն է, երևի թե դուք պետք է փաստեք այս տարվա ընթացքում նախապատրաստական փուլը ինչպիսին է։ Նախ պետք է ասեմ, որ մեր մոտ մրցաշրջանով է արդեն սկսել ենք նախապատրաստվել, որը կոչել ենք լիգայի առաջնություն եւ մարզիկը միայն անցյալ տարվա իր ունեցած հաջողությունով չէ որ կարող է մյուս տարի մասնակցել աշխարհի առաջնությանը, կարող է քանի որ ամբողջ տարվա մեջ չպարապել եւ ունենում ենք մի քանի լիգայի առաջնություն։ Այս տարի դա եղավ 3-ը, եթե չեմ սխալվում, 3-ը կամ 4-ը եւ Հայաստանի առաջնության միավորներով մարզիկները իրենց միավորներն են ձեռք բերում։ Վարկանիշային միավորների այսպես։ Այո, վարկանիշային միավորները եւ ամենապատրաստված մարզիկը մասնակցելու է աշխարհի առաջնությանը եւ պետք է նշեմ, որ 14 տարեկան բարձր սև գոտիները ֆեդերացիայի կողմից հովանավորվում են եւ կամ 50%-ով կամ 80 որոշակի տոկոսով եւ կամ ամբողջությամբ մասնակցում են աշխարհի առաջնությանը եւ այս անգամ 10-ից 15 հոգանոց կազմին ֆեդերացիան անվճար թույլատվություն է տվել եւ հովանավորել է, որպեսզի մասնակցի աշխարհի առաջնությանը, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը Եգիպտոսի Կահիրե քաղաքում։ Վերջի շաբաթները հոկտեմբերի, այո, վերջի շաբաթները եւ պետք է նշենք, որ Եգիպտոսը միջազգային ավանդական կարատեի ամենաուժեղ մասնակիցներից, մրցակիցներից մեկն է մեր, ճիշտ է շատ մոտ ենք եւ ընկերական հարաբերությունները, բայց իրենց մարզիկները շատ դա եւս մեկ հարցով մեզ դժվարացնելու է դեպի մեդալները, բայց մենք դրանից չենք խուսափում եւ չենք վախենում եւ ել ավելի լավ ենք պատրաստվում, որովհետեւ իրոք հզոր մրցակիցներ ենք ունենալու աշխարհի առաջնությունում, սա Եվրոպայի առաջնությանը համեմատական չի 2-3 անգամ ավելի մրցաշարժ ուժեղ է լինելու եւ դժվար։
Արմանը նույնպես մասնակից է։ Այո, Արմանը նույնպես մասնակցելու է, հիմա նախապատրաստական փուլում է, հիմա հավաքականի պարապմունքներն են տեղի ունենում ֆեդերացիայի նախագահի գլխավորությամբ, մենք արդեն բացի են, որ մշտապես մարզավիճակի մեջ ենք եւ մշտապես մարզումային փուլում ենք, արդեն օգոստոսի սկզբից սկսել է հավաքականի մարզումները, որը մի քանի անգամ ավելի բարդ է եւ դժվար, մինչև հոկտեմբեր շատ մեծ աշխատանք դեռևս ունենք անելու։ Դա էլ է փուլերի հավանաբար բաժանվում է։ Եվ Արմանն էլ մասնակիցներից մեկն է, ով իր Եվրոպայի առաջնության արդյունքը պետք է աշխարհի առաջնությունում արդեն ցույց տա եւ ավելի բարելավի, միայն այդ նպատակով է պարապում։ Հոգեբանորեն նույնպես նախապատրաստվել է, դուք դրա մասին նշեցիք, Արման, շատ կարևոր է այդ մենթալ մակարդակում եւ ձեզ այս վերջին մենամարտը, որի մասին դուք մանրամասն պատմեցիք, շատ այսպես հզոր ուժ է տալիս։ Ինչպես նշեցի, Եվրոպայի առաջնության այդ մենամարտից հետո արդեն ինքնավստահության մակարդակը բարձրացել է, քանի որ դա իմ կարիերայում նորամուտներ, այսպես ասած, ինքնավստահությունը եւ հոգեբանությունը արդեն լավ վիճակում է, բայց պետք է նշեմ, որ աշխարհի առաջնությունը դա Եվրոպայի առաջնություն չի, այլ ավելի բարդ մրցաշար է, քանի որ աշխարհի առաջնությունում մասնակցում են մեծ պետություններ, նաեւ ասիական, աֆրիկյան, Եգիպտոսի մասին խոսում, բայց Ասիայի մասին, դե ճապոնացիների մասին պետք է նշել, չէ՞, ի վերջո։ Ովքեր որ իրենց մասնակցությունը չեն ունեցել Եվրոպայի առաջնությունում, ամենակարևորը դա պատրաստվածությունն է, ինչպես նշեց Սենսեն Արեգ Իսկանդարյանը, որ սկսել ենք մարզումները մոտ մինչև մրցաշարին կա մոտ 3 ամիս, պետք է առավելագույնը պատրաստվեմ, քանի որ բարդ մրցաշար է սպասվում, բայց նաև գիտակցում ենք, այս տողերը մենք հիմնականում ասում ենք մեր սաներին եւ իրենց ծնողներին, որ հաղթանակը գալիս է 1 ամսից, 1 տարուց եւ նաեւ հնարավոր է մոտ 10 տարի հետո։ Պետք է առավելագույնը պատրաստվել, պարապել ու կոնկրետ այս մրցաշարից, աշխարհի առաջնության մրցաշարից, բնականաբար նպատակը դա մեդալն է, բայց նաև շատ կարևոր է, որ մրցակցորգից դուրս գամ այն զգացողությամբ, որ ես ներդրեցի առավելագույնը, ջանք չխնայեցի, թե կլինի դա հաղթանակով, թե պարտությունով, կարևորը լավ մասնակցությունն է, քանի որ ներկայացնում ենք պետություն, ներկայացնում ենք երկիր ու ամենակարևորը դա է, բարձր պահենք, կլինի դա մեդալի տեսքով, թե չի լինի մեդալի տեսքով, նորից եմ ասում, կարևորը լավ մասնակցությունն է։ Եվ նույնիսկ փոքրիկ սխալները, որոնք գուցե եւ ազդեն արդյունքի վրա, վերջնական պետք չէ դրանից ընկճվել եւ ընդհանրապես, ինչպես Արմանը նշեց, պետք է բոլոր ուժերը տալ եւ այսպես կարծես չբավարարվել դրանով, բայց հոգեպես հանգիստ լինել, որ դու չես թերացել, չես ծուլացել, չէ՞, այդպես եմ հասկանում։ Շատ կարևոր է եւ ասեմ, որ նշեմ Արմանը շատ աշխատասեր մարզիկ է։ Մենք բարձ կարող ենք ասել, որ հաջողությունների հասնում են մարդիկ կան, ովքեր իրենց տաղանդի շնորհիվ, թե բերենք ֆուտբոլի օրինակները, թե մնացած, Արմանը իր աշխատասիրությամբ է հասնում հաջողությունների, նաև բնականաբար որոշակի տաղանդ ունենալով նաև, բայց շատ աշխատասեր է, որը ում հետ չեն կարող համեմատել նաև շատ մարզիկների։ Դժվարությունը պետք է նշենք նաև ավանդական կարատեի յուրահատկությամբ, որ մեր կարատեում չկա քաշային սահմանափակում, այսինքն քաշով չէ պայմանավորված, այլ տարիքով է պայմանավորված։ Դե Արմանը նշեց, որ իր մրցակիցը ռումինացի մրցակիցը բավական հաղթանդամ էր, այդպես։ Շատ դժվար է լինում եւ 21-ից 55 տարեկան խմբում ցանկացած քաշի եւ ձևի մարդու հետ դու կարող ես մրցել, իսկ նույն նշած մեր Աֆրիկայի, նույն Եգիպտոսի, հավաքականի մարզիկները ուղղակի չեն կարող ասել, թե ինչ ահռելի, եւ ճիշտ է, դա էական չէ, բայց որոշակի առավելություններ է տալեց, իսկ ինչ վերաբերվում է սխալներին, պետք է աշխարհի առաջնությունում սխալ չունենաս։ Խնդիրը հենց այդ է, որ նույնիսկ փոքր թերությունը կարող է ազդել մեդալի վրա, իսկ մենք ամեն ինչ անում ենք, որ այդ հարցում գոնե այնտեղ չթերանանք։ Իհարկե մարզումներում միշտ լինում է, պետք է այնքան անել, այնքան կոփել մարմինը, այնքան շատ աշխատել, որ այդ օրը գոնե այդ օրը եւ դրանից առաջ մի քանի օրերի ընթացքում չունենաս ոչ մի թերություն, որովհետեւ բոլորը գրեթե շատ մեծ բարձր մակարդակի մարզիկներ են, այնտեղ հաղթում է այն մարզիկը, ով հոգեբանորեն կայուն է եւ պատրաստ է թերություն չանել, այսպես ասեմ, որովհետեւ շատ ուժեղներ կան, որ շատ հեշտ պարտվում են, դա հենց նաեւ հոգեբանորեն ոչ թե լավ պարապած չեն, այնտեղ
ոչ լավ մարզավիճակում մարզիկներ չեն լինում։ Իդեպ կարատե մարզաձևի մարտարվեստի բնորանը Ճապոնիան լավ թիմով է որպես կանոն ներկայանում այսպիսի խոշոր միջոցառումներին։ Նախանցյալ տարի չի եղել մասնակից, պատճառը չեմ կարող ասել, պետք է այս տարի հասկանանք, բայց ընդհանրապես մշտապես շատ ուժեղ մարզիկներ են այնտեղ մարզվում եւ ամենաուժեղ հակառակորդներն են լինում, բայց պետք է մեզ նաեւ չթերագնահատենք, որովհետեւ շատ մեծ արդյունքներ ենք նաեւ մենք ունենում, բացի Ճապոնիան, Եգիպտոսի, Պորտուգալիայի, Լեհաստանի եւ այլ թիմերի, Իտալիայի շատ մեծ եւ ուժեղ թիմերով են գալի եւ նաեւ իրենց քանակությունն է շատ, ճիշտ է սահմանափակում կա աշխարհի առաջնությունում մի կատեգորիայում, մի մրցաձևում 3 մարզիկից ավել չի կարող մասնակցել, բայց եթե նույնիսկ այդ երկրները 3 են, ընդհանուր մարզիկների քանակը 60-ից 70-ը մեկ մրցաձևում անցնում է, այսինքն դու պետք է 5-6 փուլ հաղթես, նոր դառնաս նույնիսկ 7 փուլ, որ դառնաս աշխարհի չեմպիոն, այսինքն կարատեում չկա որ մեկ հոգուն հաղթես դառնաս աշխարհի չեմպիոն, այնպես որ շատ բարդ պատասխանատու ստուգատես է մեզ սպասվում։ Ավանդական կարատեի Հայաստանում զարգացվածության, տարածվածության մասին մենք նախորդ անգամ զրուցել ենք ձեզ հետ Նարեկ ջան, բայց հիմա պետք է հասկանանք, թե այս տարի ինչ ուղղությամբ են գնում, դուք արդեն նշեցիք, որ կարևորագույն ձեռքբերում կա նաև ղեկավարող կազմի մեջ մտնելը, ավանդական կարատեի ընտանիքի, նաև Հայաստանում նախանշել է Եվրոպայի առաջնության անցկացումը, իսկ Հայաստանի ներսում ինչ է տեղի ունենում, իդեպ դուք նոր ակադեմիա եք, այսպես ասած, հիմնադրել, ընդհանրապես ինչ է տեղի ունենում։ Ինչ վերաբերվում է Հայաստանի ավանդական կարատեի ֆեդերացիայի ծրագրերին եւ պլաններին, այն մեկ տարով չէ, այլ երկարաժամկետ պլանավորում է կատարվում եւ աստիճանաբար ոչ շատ արագ, բայց նորմալ տեմպով առաջ ենք շարժվում, ավելի հաստատուն քայլերով կարելի ասել։ Մենք այդ քաղաքականությունն ենք ընտրել, ոչ թե արագ եւ ոչ հիմնովին, այլ թեկուզ մի փոքր դանդաղ, բայց հաստատուն քայլերով ավելանում են ակումբները, ավելանում են մարզչական անձնակազմը, ինչպես նաև մշտապես որակական հատկանիշները, այս տարի եւս մի քանի սեմինարներ եղավ, վերապատրաստումներ, որը որ մեր ֆեդերացիայի համար շատ կարևոր է եւ սեմինարներից մեկը նաև արեց սենսեյ Սուրեն Մաթեոսյանը, ով իր գիտելիքով եւ փորձով ֆեդերացիայի ղեկավարը իր մարզիչների հետ մշտապես կապը ֆեդերացիայի նախագահի մարզիկների, այսինքն այս աստիճանական կապը միշտ պահվում է, որովհետեւ ամբողջ ֆեդերացիայի որակական հատկանիշները նույն մակարդակի վրա լինեն, շատ տարբերություններ չլինեն նույն մարզերի հետ կապված եւ պետք է նշեմ, որ լավ զարգացման փուլի մեջ ենք եւ ինչպես նշեցիք նաեւ մեր ակադեմիայում էլ նույնպես զարգացումը լավ է ընթանում, բացում ենք նոր ակումբներ, նոր ռեբրենդինգի եք նույնիսկ դիմոմայով այսպես։ Դիմել ենք ռեբրենդինգի առաջվա Dojo Zeytun-ը, որը շատ մեծ հաջողություններ էր մեզ բերել, արդեն ստիպված էինք ռեբրենդինգ անել եւ անվանումը փոխել։ Ուղղակի պատճառը շատ པարզ էր, քանի որ ունենք մասնաճյուղեր եւ Ավանում եւ 16-րդ թաղամասում եւ Արաբկիր համայնքում եւ այլն, միայն Dojo Zeytun-ով արդեն սա կաղապարների մեջ էր մեզ դնում եւ այդ իսկ պատճառով որոշեցինք ռեբրենդինգ անել մի փոքր, քանի որ մեր տարածքները ընդլայնվել էր, միայն պատճառը այդ էր եւ նաեւ նոր մարզակումբ ունեցանք Ծարավաղբյուր թաղամասում, որտեղ ոչ միայն մարտարվեստներ են, հա կարատե MMA, այլ նաեւ սպորտային մարմնամարզության խումբ ունենք նաեւ, այնպես որ զարգացումը շատ լավ է ընթանում, մենք գոհ ենք այդ զարգացումից, միշտ շարժվում ենք առաջ։ Շնորհակալ եմ տղաներ, եւս մեկ անգամ Նարեկ հյուրընկալվելու այստեղ այս տաղավարում, հետաքրքիր զրույցի եւ ձեզ իհարկե հաջողություն եմ մաղթում, Արման ձեզ հատկապես, Նարեկ ձեզ որպես մարզիչ եւ թիմի ղեկավարներից մեկը, այնտեղ աշխարհի առաջնությունը, որը տեղի կունենա հոկտեմբերի վերջի շաբաթվա ընթացքում Եգիպտոսում մայրաքաղաք Կահիրեում։ Ես մեր ունկնդիրներին եւ հակնդիրներին հիշեցնեմ, որ իմ հյուրերն էին
Հայաստանի ավանդական կարատեի ֆեդերացիայի ղեկավարող խորհրդի անդամ, Իսկանդարյան մարտարվեստների ակադեմիայի հիմնադիր ղեկավար, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նարեկ Իսկանդարյանը եւ մինչեւ 18 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, մեծահասակների Եվրոպայի փոխ-չեմպիոն եւ բրոնզե մեդալակիր Արման Կարախանյանը։ Ես Դավիթ Հաղաբեկյանն եմ, շարունակեք հետևել մեզ առայժմ։ Sportcast